Ալիևը կրկին հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է, որ Ադրբեջանը ըստ էության նոր նախապայմաններ առաջ չի քաշում բանակցային այդ փաստաթուղթը ստորագրելու համար, սրանք Մինսկի խումբը եւ մյուս այդ սահմանադրությունը սրանք այն պայմաններն են, որոնք 2.5 տարի եւ ինչքան ժամանակ է Երևանին հայտնի են եւ եթե դրանք կատարվեն, որևէ խոչընդոտ չի ստեղծվի։ Ի վերջո, պարոն Խանդանյան, ինչ ձևով է հանգուցալուծվելու, ինչ է լինելու էլի այս իրավիճակում։ Ես կարծում եմ այդ բառախաղի մեջ չարժի մտել նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, այնուամենայնիվ դրանք կան նեւ նախապայմաններ են եւ մեր դիրքորոշումները այդ հարցերով շատ հստակ է։ Սահմանադրության մասով, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ լուծում է սահմանադրության խնդիրը, եթե այդպիսի խնդիր նույնիսկ լիներ, իսկ մենք հավատում ենք, որ այդպիսի խնդիր չկա, իսկ ԵԱԿ Մինսկի խմբի մասով մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք դիմել ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու ստորագրմանը զուգահեռ կամ ստորագրումից հետո, որովհետև պետքա այսպես ասած ինստիտուցիոնալ խաղաղություն առնվազն հաստատվի, այսինքն պետք է ինչ-որ փաստաթուղթ լինի խաղաղության վերաբերյալ, որը հնարավորություն կտա կոնֆլիկտի լուծման վերաբերող մեխանիզմներից հրաժարվել։ Իսկ ինչպես կհանգուցալուծվի, ժամանակը ցույց կտա ու բանակցությունները ցույց կտան, ամենայնիվ մենք փորձում ենք բոլորի ուշադրությունը գրավել, որ հիմա է այդ պահը։